Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է։ Ով է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք։ Կառավարությունը էլ դարձ չունի, ճիշտ է ասում։ Կառավարությունն է մեղավոր, որ քաղաքացին աղքատ է։ Ինչ անի քաղաքացին, ամեն քայլի դիմում է։ Զնծաղիկ են քաղում, բերում, ծախում, որ մի ցավի ոտք կոտրենք, ինչ անենք էլ։ Ես իմ քանի 1000 հոգի ենք վակված, որ եկել էր ճառում էր։ Հայաստանի հպարտ քաղաքացիներ, հիմի Հայաստանում հպարտ քաղաքացի կա։ Չկա։ Այդ պատերազմը հնենց ինքը դասավորից հնենց սարքեց, որ մենք ինչ հպարտ, մենք կիսակենթան մարդիկ ենք։ Դուք ինքներդ տենը մեկ ամեն օր մարդկանց բռնում կողմա բերդերը։ Ասում է 300,000 հատ աշխատատեղ են բաժանել։ Ուր է այդ աշխատատեղերը։ Ուր է, որ մեկն է աշխատանքով ապահովված։ Իրանք պետք է մեզ օգնեն, մենք թոշակառու ենք։ Հաջայել ելնեի կգնայի մի տեղ լապատկա կգցեի, էլի, ինչ է ելնի։ Բայց դե ես մի չեմ կարա։ 71 տարեկան մարդը գնա ինստիտուտ տված որտի աշխատի։ Օրինակ ես ինստիտուտ եմ տարել։ Դու պատկերացրու էլի, դե չի պատկերացնում, ես ինչ անեմ։ Մենք էլ պետք է մտածենք մեր փաստին, բայց կառավարությունն է պետք է մտածի։ Ես դրանք բոլորը լսել եմ, աղջիկ ջան, բարկացել եմ, ջղայնացել եմ շատ, բայց քաղաքացին ինչի է, հիմի իմ սիրտը 9 ժամ բաց վիրահատություն։ Ես իմ օրինակով եմ խոսում, կողքիններս մասին գործ չունեմ։ Ինչ բիզնես դնեմ, ասում եմ 63 տարեկանն, ինչ տարիքա, որ 73-ն ինչ, 83, գիտեք, անգրագետ պետք է չարտահայտվեն։ Բիզնես անելու համար բոլորս գիտենք ինչա պետք։ Գումար եւ մեծ գումար, նախ առաջինը, երկրորդը, եթե դու հիվանդ ես, 5-րդ հարգից չես կարող միջնես առաջիկան բարձրանաս, ինչ բիզնես անես, ինչով անես, ոնց անես։ Նիկոլի խոսքերով թող իրանք գնան Իջևանում բիզնես անել։ Կառավարությունը չի մարա, բաց թողանք մարդ է էլի, թող գնա ապրի, չապրի, մեռնի, հա, դա ոնց կարելի է ցենց մտածել։ Բա ինչի մարա ղեկավարությունը, որ մի բան մշակի։ Հիմա դու գնացեք Միացյալ Նահանգներ, հələ դեռ մարդիկ չմտած նպաստ են տալիս։ Ամեն ինչ, պայմաններ են ստեղծում, իհարկե շատ դժվար է այնտեղ, բայց մարդին սովորել չեն թողում։ Եթե կարիք կա ուտելու բանի ինչ-որ տեղեր կա, չէ, միջոցառումներ են կազմակերպում, նպաստ են տալիս, խանութներ կա, գնում են բան են այստեղ, մեծ ինչու դες արա, գնա ապրի։ Վստահ եմ գիտեք, որ Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է։ Երբ հարցնում են ինչ է սա այդ 8 միլիարդ դոլարը, ասում է զենք եմ գնել, հավատում եք։ Ոչ մի զենք էլ չի գնել, սա իրանց ջեբերն է գնացել։ 3.5 միլիարդ փող իրանց դեկտեմբեր ամսի վերջին պարգևավճարներ սաղին տվեցին, միլիոններով։ Ինչ զենք է արել։ Առաջինը մեր վարչապետը ոչ բանա գնացած է, ոչ էլ բանակից բանա հասկանում։ Չեմ հավատում, իրանց պարգևավճարներ ա տվել, ինչ ա արել։ Պարգևավճարներ։ Իսկ մի աղքատի ցույց են տալիս էլի ինտերնետում, աղքատները են պապիկը հազիվ քայլում էր, հազիվ աստիճաններով իջնում էր, կինը անկողնային, չէր կարում գնա, որ թոշակը ստանա, գցելա բանկային սիստեմ, չգիտես ինչ, արձերը չի տալի, իմ փողը թող իմ գրպանը մելնի, ես կիմանամ ինչ եմ անում, ես անխելք չեմ, լյուբոյ, թոշակառու էլ անխելք չի։ Ադարարած զենք այնակ աշխատել էլի վաղտին։ Ղալաթ հարե զենքա գնե, ոչ, ինչ զենք, թող տան, եկեք տանեմ ցույց տամ, ինչն ես ցույց տալու, որ 3 պեչատով զենք ես առել, դու չես առել զենք, դու բանակը սարքեցիր տարի ու կես, եւ սահմանները բաց ասում ես ազատությունա, մեզ պետք չի սալդատի սահմանի պաշտպանություն, պետք չի ինչի, իսկ ինչի է թուրք-ադրբեջանցի Ալիևը դիվանագետ է, Էրդողանը դիվանագետ են, կուպես ապուշ չեն, նրանք զորքը էլի ամրացնում են, նրանք էլի իրանց զինանոցները ամրացնում են, շատացնում են եւ ամեն րոպե պատրաստ են քու գլխին կտացնելու, իսկ դու բացի, սահմաններդ բացի, երկու դա մի զինվոր էլ չկա էլ, ում ես տանելու, տարի ու կես ծառայեն կան, ինչ անեն հետո, այս երեխեքը ափսոս են ուղղակի, որ գնան այդ պայմաններում Սևանում բերեցին, պաժար տվեցին, ով չի հասկանում էլի, 20 երեխու պաժար տվեցին, վառեցին իրանց կեղտերը թաքցնելու համար, ախր դե հերիք է էլի, որ մեկը թվարկեմ,
Ես ամեն ինչին ուզում եմ հավատամ, բայց բաներ կա, որ շատ դժվար է հավատալը։ Ես սիրում եմ մարդկանց, որ ճիշտ են խոսում։ Չգիտեմ, չեմ հավատում։ Ադրբեջանական բենզին են վաճառում հայաստանյան որոշ լցակայաններում։ Կօգտվեք։ Որակ էլ կա, չէ։ Իրանց բենզինի որակը լավ է, չի գնացել է Եվրոպա հետ են տվել, ասել են չենք էլ ուզում։ Առավոտային կարելի է, բայց դե բենզինով հարց չի լուծում, էլի։ Այդ խափում են, էլի, աշկ են բանանում։ Համ բենզինը տալիս է մեզ էլ ասում է տերորիստ ենք, բան ենք, ֆաշիստ ենք, համ չի։ Արա մարդու զրից է։ Ազիզ, դրանք սաղ սուտի բաներ են։ Ադրբեջանի աչքերը չի ուռե մեզ հենց բենզին տա։ Ադրբեջանը, որ հիմի մտամ թե խաղաղություն են կնքում, էլի սաղ օրը մեր ժողովրդի հասցեին, մեր պետության հասցեին վատ բաներ չի խոսում, ամեն օր խոսում է, ամեն օր։ Ու անունն է խաղաղություն, եթե մի թուղթ ստորագրված չի, եթե նա չի ստորագրում, էլ չի խաղաղություն։ Ճիշտ չի, ճիշտ չի։ Ինչու ճիշտ չի։ Մեր երեխաներն սպանում է, ոնց բենզին առնեն, պետք չի։ Մեր թշնամին է։ Իհարկե որ ճիշտ չի։ Սխալ է։ Ադրբեջանը երբեք քնած ինչեր կապիտաներ ինչեր են Մարտին Գուրգեն Մարգարյանին, հա, քնաստեղը կացնահարեց, դա եղավ խաղաղություն, նրանք խաղաղ չեն ապրի, երբեք հայի հետ խաղաղ չեն ապրի։ Գիտեք ինչ կա, մարդկանց աչքերը կապելու համար ցորեն կներ կրեն, մարդկանց աչքերը կապելու համար բենզին կներ կրեն, ինչը ուզման ներկրեն, թող իրանց արտադրածը, իրանց հալալը, Թուրքի հետ ոչ մի, ասма առավել ազատ ու անկախ լավ երկիր քանց այսօր է, չի եղել երբևէ, չարաչար սխալվում ես, առավել անթասիբ մարդ, քանց դու քու խորհրդարանով հանդերձ չի եղել մինչև այսօր։ Այն որ Հոլանդիայում մեր սպորտսմենին թիկունքից մորթեցին, խփեցին են լավ տղուն։ Նրան թուրք ազգը հերոսի կոչում տվեց եւ բնակարան մեքենա ինչ ասես։ Պետք է մոռանալ տենց դեպքերը։ 15 թվականի ցեղասպանության հուշարձանը քանդել եք այսօր, որ ինչ անեք, էլի։ Այդ ամեն ինչը մենք հասկանում ենք, փայտիկի տակ են շարժվում իրանք, որ երկիրը լիրավ մի 40%-ի չափով մի բան ամնաց է, այն էլ հանձնեն իրանց սիրաշային եւ բրցնեն, բայց ամոթ իրանց զավակներն էլ են ստեղ ապրում։ Այս պահին լավ չեմ, ճիշտ չեմ համարում, այս պահին։ Գուցե եւ շատ տարիներ անցնեն, հզորանանք, մենք թելադրենք որևէ բան, իսկ դրանց թելադրածով ես չեմ ընդունում։ Դա ոնց որ գիտեք ինչ, մոտիկությունը դա մոտիկություն, բայց որ հարկադրաբար է, դա շատ վատ է։ Մենք կարանք ընկերություն անենք, չէ՞, եթե հավասար մարդիկ ենք։ Մենք կարանք գնանք նստենք միտեղ խնջույք անենք, եթե հավասար ենք։ Բայց որ ինձ ստիպեն, ասում չէ, ասենց պետք է անես, կանոնադրությունը պետք է փոխես, Արարատսարի բաները պետք է հանես, չէ՞։ Ոնց կարելի է։ Մարդու հետ արելավա չմոդիկանաս, չշփվես, քան այդ բաները, այդ սրբությունները կուլ տաս։ Չի կարելի։ Որպեսզի Ադրբեջանից նույնիսկ այն միասեղել չբերեինք։ Ադրբեջանը այդ ազգը չէ էլի այսօր որ այս վիճակին, ազգը ոչինչ, բայց ղեկավարությունն է, որը որ չի թողնում Ադրբեջանը այսօրվա միջքաղաքային, միջազգային հարցերում սխալ բաներ անում, բայց դա ժողովուրդը մեղավոր չի։